Այսօր ինչ ուղերձով եք միացել այս ակցիային։ Տեսեք, ընդհանրապես հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ մենք հոգեվորականներս բնականաբար լինելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատարիմ զավակներ միշտ դեմ ենք եղել անարդարությանը, ապօրինությանը, ինչի ականատեսը մենք այսօր մեր երկրում եւ երկրից դուրս տեսնում ենք։ Մեր եղբայրները եւ հայրերը այսօր գտնվում են անազատության մեջ եւ բոլորովին անհիմն կերպով չկա որևէ գործ, այսպես որ ձևակերպենք, եւ դրա համար էլ մեր պարտքն է, որ մենք այսօր այստեղ կանգնենք այս կազմակերպված միջոցառմանը եւ ուղղակի մեր խոսքը հղենք մարդկանց, ովքեր որ մեզ լսում են։ Տեսեք, եկեղեցու դեմ արշավի շրջանակներից է արդյոք որ օրինակ պատգամավորի եղբայրը առաջարկում է անգամ հիվանդանոցներից հանել աղոթատեղիներ։ Ինձ մեկ անգամ հարցրեցին, թե եկեղեցու դեմ էր, որ բանակի հոգևոր հովությունը փակեցին, ես ասացի հետևյալը, այդ քայլը եկեղեցու դեմ չէ։ Այդ քայլը հայ մարդու եւ ընդհանրապես բոլորիս դեմ է, որովհետեւ բանակում ծառայում են բոլորը, բոլորի տղաները։ Իմ տղան էլ է ծառայում, դաշնակցականի տղան էլ, քաղաքացիական պայմանագրի պատգամավորի տղան էլ, բոլորի տղաներն էլ ծառայում են եւ բանակը այն վայրն է, որտեղ քաղաքականություն չկա եւ անաչառ են մոտենում մեր հոգեվորականները, մոտեցել մեր հոգեվորականները իբրև իրենց եղբայրների եւ իբրև իրենց զավակների են մոտեցել։ Ուրեմն երբ որ դուրս են բերում օրինակ բանակի հոգևոր հովությունը, դա եկեղեցու դեմ չէ, մեր հոգևորականները, ովքեր որ ծառայում էին բանակում եւ հիմա դուրս են եկել, ելի իրենց ծառայությունը շարունակելու են բոլորին։ Նույնը, ես չգիտեմ, եթե արդեն խոսակցություններ են պատտվում բժշկական հաստատությունների վերաբերյալ, նույնը այնտեղ է։ Նորից բուժվում են, այսինքն բոլորն էլ կարող են հիվանդանալ, չէ՞։ Երբ որ մարդը առողջությունը կորցնում է, չեն հարցնում ինքը ինչ հայացքների տեր է։ Եվ բոլորն էլ աղոթում են։ Այս մասով որևէ մեկը չի կարող հակառակ բան ասել։ Եթե դուրս բերեն այնտեղից էլ, նշանակում է նորից ոչ թե եկեղեցու դեմ են։ Մենք փառքասը հոգևորականներս այդ խնդիրը չունենք։ Մեր աղոթելու տեղն է, որտեղ է լինի, մենք աղոթում ենք։ Հիմա տեսեք, այսօր անազատության մեջ են գտնվում 4 սրբազան հայրեր, իրենք աղոթում են, թե չեն աղոթում։ Մեզանից շատ են աղոթում։ Այսինքն այդ քայլերը, եթե մտածում են, որ եկեղեցու դեմ է, դա եկեղեցու դեմ չէ, այդքան նեղ չէ հարվածը, ամբողջ հայ ժողովրդի դեմ է։ Հիմա հարցրել են կարծիք, օրինակ եկեղեցու պատմություն առարկան, որ դպրոցից դուրս բերեցին, հարցրեցին կարծիք աշակերտների եւ հազարավոր աշակերտների եւ ուսուցիչների, բանակից դուրս բերելուց, հարցրեցին զինվորների եւ սպաների կարծիքը եւ այլն։ Այսինքն մենք ասում ենք մեր կարծիքը, որ դա ոչ թե եկեղեցու դեմ է, այլ հայ ժողովրդի